եկեք, պարոն Ծառուկյան։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Ոնց ու կես եմ ինչ համը լավերին բռնում են։ Բռնում են։ Գագիկ Ծառուկյանը թիմակիցների հետ այցելել է Արմավիրի մարզ։ Գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ սկսվում են գյուղացիների խնդիրները։ Նրանց առաջարկները լսելու համար ԲՀԿ առաջնորդը ամենաբերքառատ մարզ էր այցելել։ Առաջին կանգառը Շենավան համայնքն է։ Շենավանում Գագիկ Ծառուկյանը նախ հարգանքի տուրք է մատուցում 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած քաջորդիների հուշարձանի մոտ։ Իմ կողքի արևանն է, խաղողները էտելա, արդեն քախանն էլ տվել է։ Հալելա տատիցը։ Մարդիկ այսօր կարիք ունեն ուշադրության, երկարաժամկետ ծրագրի, գյուղացին ուրիշ բան չի ուզում։ Պայման հնարավորություն, բոլորիս խնդիրն է, կողքի լինենք, մեկը մյուսի մասին մտածի, հնարավորություն ստեղծվի, որ մարդիկ կարողանան իրենց ընտանիքում ապրել, արտագաղթի ճանապարհը մոռանան, անեն, ստեղծեն, վայելեն։ Պահածոների գործարանը, եթե աշխատի, գոնե մերեն, այսինքն լավ ապրանքը տալիս ենք ֆուրերին կամ ես շատ գիտեմ, այն վատը կտանենք ընդեղ կհանձնենք։ Ցանկացած չի ծրագրավորած գործ իր արդյունքն էլ ունի, եկամուտն էլ ունի, շահույթն էլ ունի։ Պետք է հասկանան, տիրապետեն, կազմակերպեն, ստեղծեն։ Բարև Աստված, բարև ձեզ։ Շատ լավ։ Դու ստեղ ես, Արմավիրի մարզում հաջորդ անակնկալ այցը Ամասյան է։ Մարդիկ այստեղ ջրի խնդիր ունեն։ Գյուղվարկերի տոկոսը բարձր է, բերքի իրացման ժամանակ էլ փաստի առաջ են կանգնում։ Ես գյուղացի մարդ եմ, հող եմ մշակում։ Ոռոգման ջուրը թանկ է։ Բուժանուտը թանկ է, սայլարկեն թանկ է։ Ասենք ժողովուրդ ջան, խիչ ասենք, որ ասենք էլի։ Թանկ է։ Հիմա մի հատ ասենք ուզում ենք մի հատ տուն կառուցեն, մի տողու համար տուն կառուցեն, բայց տանը մի 400,000 փող մուծեն, որ ես իմ սեփական հողանց վրա իրավունք ունեմ տուն կառուցեմ, ինչի համար չեմ հասկանում։ Մի հատ հոսանք եմ ուզում քաշեմ 300,000 դրամ դիմուզում անեմ էլեկտրոթանցին, որ բերամ մի հատ ոտ տանձի, մի հատ աբոնենտ սարքի։ Մի հատ գազ եմ ուզում քաշեմ, թիված հավը տանեմ։ Բայց գյուղացին ոչ մեր գյուղմթերքի գները, մթերման գները չեն թանկանում, ընդհանրապես չեն թանկանում, մնում են զրոյականի վրա ամեն ինչը թանկանում է։ Մտնում ես խանութ, թանկացավ, երկրորդ օրը մտնում ես ավելի թանկացավ, չես հասկանում ինչա կատարում։ Եվ ոնց քայլենք մենք դրայից, վերջ մենք մարդ ենք, չէ՞։ Դեր այդ պարավարկությունը պետք է հաշվի նստի, չէ։ Պետք է գյուղնախարարություն լինի։ Եթե այսօր ամբողջ ժողովուրդը սանվում է, սահմանապահում է գյուղացին, գյուղացուանդը պետք է ուշադրություն լինի։ Ես ձեզից մեկն եմ։ Ես այն մարդն եմ, որ ձեր դրության մեջ մտնում եմ։ Պարոն Ծառուկյան, գյուղնախարարությունը պետք է Արմավիրի մարզում նստի։ Այդ գրասենյակը, հա, բայց տարածաշրջանն է արտադրում բերք ու բարիք, որ Ամասյացիները հետաքրքրված են նաև Հատիսի գագաթին կառուցվող Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի շինարարական աշխատանքների ընթացքով։ Հիսուսի արձանը որ փուլում պատրաստ կլինի, ժողովուրդը դիտում ենք, նայում ենք, դուք մեծ եք, հիմա տեսեք ինչ եմ ասում։ Տակերն ենք, դուք կարաք բոլորը ձեր թորներով, ընտանիքով մի հատ քար դնեք, որ դուք էլ ասեք, դա ազգովի կառույց է։ Այս ամեն հարցերը ինչ որ խոսացինք, մի հատ է քաղաքականության հարց խոսակ։ Այդ որ դուք ասում եք գյուղնախարարապետ, բանապետ, առաջ երթին լավ վարչապետ է պետք, լավ ղեկավար է պետք, որ այդ ամեն ինչը ստեղծա։ Ժողովրդի մարդ։ Պետք է այսօր ապագայի վարչապետ։ Երկրի ղեկավարությունը, կառավարությունը պետք է բոլոր ոլորտների, դա կլինի գյուղատնտեսություն, արձանաբերություն, մշակույթ, գրթություն, գիտություն, սպորտ, փոքր ու միջին բիզնես, պետք է հավասարաչափ նայի, որ մարդը ուզում աշխատի, իր տունը նորմալ պահի, գլուխը չկախի, ոչ երեխու առաջ, ոչ կնգ առաջ, ոչ էլ թորան առաջ։ Ժողովուրդը պետք է հարուստ լինի, պետությունը հարուստ լինի, պետք է հնարավորություն տրվի, պետք է մարդիկ կամեցող լինեն, բարի լինեն, նախանշած չլինեն։ Ես նույնիսկ եթե անհատ մարդը կարանի, պետությունը ոնց կարա չանի։ Պետք է մոտենալ, պետք է մարդկանց իրավիճակի մեջ մտնել ու այդ հարցերը կարգավորել։ Կարգատակայանները հանել են, չի գործելու։ Չեն հան։ Ասում են չի իրագործել, օգուտ չի, լավ չի։ Օգուտ է ժողովուրդը, ոչ չէ, օգուտ է։ Հիմա կարող է վաղը ոչ դու խաղողը լինի մթերես, ոչ ասենք խոսքի բերք ունենանք մենք վաճառելու, դա լուրջ խնդիր է, մենք էլի ենք բարձրացել։ Ընդհանուր որոշերեն մենք մարզպետարան ժողով ենք եղել, ասել են հանում ենք, դա էֆեկտային չի։ Ուրեմն մեզ ասեց ապահով գրություն ենք հանե, գնացեք ապահովագրեք, կարգատակայանը հանում ենք։ Եթե ես ապահովագրում եմ էլի, բայց եթե կարկուտը գատանա, լավ պետությունը ինձ տալում է 1 միլիոն հեկտարին, բայց եթե երկիրը բերք չունի, սնունդ չունի ուտելու, փողը ինչ եմ անում ես։
Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած ներքին համերաշխության ու միասնականության գաղափարը նոր երանգ է ստացել գյուղերում։ Զրույցին միացած քաղաքացին հայկական ասացվածքն է հիշում։ Ծառուկյան ջան, որ դու կային ես մեր այս գյուղացիքի կողքին, մենք գերանգը կոտրենք, ցավդ տանեն։ Ուրեմն Ծառուկյանը միշտ գյուղացի կողքին է, գյուղը պետք է Ծառուկյանի կողքին լինի, որ մենք էլ ցանկացած խտի կարգավորենք։ Արշակած ու խտերը։ Արշակած ու խտերը։ Քելեկի մոջախներ սուրճ, Ես կցավ տանուկ։ Գագիկ Ծառուկյանի հետ անմիջական զրույցը շարունակվում է գյուղացիներից մեկի տանը։ Նա չի մերժում հրավերի առաջարկը։ Բարև ձեզ։ Չնախատեսված կանգառներ տարբեր համայնքներում, որտեղ մարդիկ հավաքվում էին զրույցի ընթացքում, շատանում ու ցանկանում էին լսելի դարձնել իրենց ձայնը։ Գրեթե բոլոր համայնքներում հարցերի շրջանակը մեծ է, պատասխանները սպառիչ։ Չնայած անբարենպաստ եղանակին ու անձրևին, գյուղացիները Գագիկ Ծառուկյանին սպասում էին նաև Նալբանդյան գյուղում։ Քանի որ առաջարկ Հայաստան ծրագիրը կազմա ոչ թե նստած կաբինետներում ծրագիր կազմեն, այլ հիմնական ցանկացած ոլորտի մարդիկ պետք է ներկայացնեն իր խնդիրը, խնդրեմը, դարդու ցավը, որ դրա լուծումները մենք գրենք։ Դուք ներկայացնելու եք, ասելու եք ձեր խնդիրը որն է, մենք այդ ծրագիրը կազմենք եւ մեր ասածին մենք տեր լինենք։ Հիմա ձեր խնդիրը որն է, ինչ խնդիր ունեք, ինչ խնդրեմ կա։ Նալբանդյան համայնքում երիտասարդները Գագիկ Ծառուկյանին նաև սպորտի վերաբերյալ հարցեր ունեն։ Պարոն Ծառուկյան, ես ինքը սպորտսմեն եմ, քիքբոքսեր եմ, պարապում եմ բոքս, քիքբոքս, գյուղում չկա նորմալ սպորտային զալ, որ պարապենք մեր ապագա սերունդը ավելի կոփենք, գնում հասնում ենք Երևան, ով հնարավորություն ունի հասնում է, ով չէ, կոպիտ ասած չի կարողանում պարապի, մենք են նորմալ այդպես զալ չունենք։ Պետք է լինի առողջ երիտասարդություն, եթե չկա առողջ երիտասարդություն, ուրեմն չկա ապագա։ Իմ պայքարը թմրամոլության դեմ է, որ դա պետք է ազգով անենք, ժողովուրդ, ամենակ իմ խնդիրը չի։ Բոլորի խնդիրն է, երեխան դպրոց է գնում, արդեն տնեցիները անհանգստանում են։ Դա իմ խնդիրն է, ձեր խնդիրն է, ուսուցչի խնդիրն է, պետության խնդիրն է, որ բոլորը պետք է հետևեն, ասել եմ, ցանկացած մարդ պետք է մտահոգ լինի։ Աստված չանի իր տունը մտնի, դա չարիք է, դա դեմ պետք է ազգովի պայքարենք, իսկ եթե նարսու ստեղծումա պարապելու համար, պետք է գնանք պարապեն, կարգին մարդ դառնան, չեմպիոն դառնան, մեր ազգի պատիվը պահեն։ Օրը նովա է։ Դες աղբերս էլ է չեմպիոն, տեսել ես, ինչ բոյերան, կեզ կարոտել էի, գյուղում իրար հետ լավ եղեք։ Այն ինչ որ կա նեղվածություն, թշնամանք, մեկը չի խոսում։ Այսօր սա թափեկյան թող գնա։ Իրար հետ հաշ, համերաշ, մի գյուղում իրար կողքի եղեք։ Գյուղում զբաղմունք ու աշխատանք չլինելու պատճառով բուհն ավարտելուց հետո երիտասարդներից շատերը հեռանում են, գյուղերը գնալով դատարկվում են, ասում են գյուղացիները։ Առաջարկ Հայաստանի ծրագիրը մեկ-մեկ նայում եմ, իհարկե ժամանակ չունեմ բոլորը նայեմ, ուզում եմ ինչ միջոցներ ձեռնարկենք, որ մեր գյուղը կանանք պահենք գյուղ, որտեղ իմ տղան այսօր մտածում է Երևանում, Գիտեմ, ժողովրդի կերակրողը, սաման պահողը գյուղացին է, այսօր թանկություն է, որովհետև 480,000 հեկտարից 140-ն է մշակվում։ Պետք է լինի գյուղնախարարություն, պետք է լինի երկարաժամկետ ծրագիր։ Մեր խնդիրն է դա, մեր գյուղացիների խնդրանքը, որ ծրագիր լինի, որ մեր գյուղի մեր երեխաները կարողանան կապնվեն հողին, բոլորը գնում են Երևան։ Դրա համար գյուղերին ուշադրություն պետք է դարձվի։ Երևանում ոնց որ մեղր դրած չի ցավը տանեմ։ Բնում օրը աշխատանքով աշխատելով 15000 դրամ փող առնում, բայց ցանկացած մարդ ուզում է իր ծնողի մոտ լինի, իր հարազատի կողք կլինի, իր շրջապատի հետ լինի։ Կարևորը դուքները տեղը պահեք, իրար հետ մի մարդ եղեք, մնացածը սաղ լավ կլինի։ Ու իրար հետ ջերմ եղեք։ Նոր արմավիրցիների հետ հանդիպման ժամանակ երկրի տնտեսության զարգացման համար Գագիկ Ծառուկյանը մատնանշում է խոշոր ծրագրերի ու ներդրումների իրականացման անհրաժեշտության մասին։ Ըստ նրա, նման ծրագրերի առկայության պարագայում պետությունն առաջընթաց կգրանցի։ Մեր երկրում անհրաժեշտ է ամենակարևորը 2-3 խոշոր ներդրումային ծրագիր մեր երկրի համար, որ դա կարողանա արդյունք բերի։ Փոքր-մոքր գործերով պետությունը չի հզորանա։ Ես հազարակ մի բան ասեմ ձեզ, որ Հիսուսի արձանը Հայաստանում դնենք, որ 20 միլիոն մարդ գա տուրիստ նայելու,
Եթե ամեն տուրիստը ծախսի 1500-ից 2000 դոլար, կազմա 40 միլիարդ։ 40 միլիարդը մնալու է այս երկրում։ Դուք ու խաղողն էլ կաղնեն, դեղսն էլ կառնեն, այն մյուսի հացն էլ կառնեն, այն մյուսը կմնա երկրում, բյուջեն կլինի երկրում, էլի մարդիկ կգան, ձեր ցավը տանեմ։ 3-4 խոշոր հիմնական ծրագիր է պետք։ Մեր ժողովուրդը, աշխատող ժողովուրդը, հյուրասեր ժողովուրդը, ժողովուրդը հարուստ է, պետությունը հարուստ է, ժողովուրդը աղքատ է, պետությունը աղքատ է, դա քու ժողովուրդն է, քու երկիր պահողն է, պետք է կարողանաք ուշադիր լինեք, այդ գյուղը որ հավաքվում եք, իրար հետ քննարկեք, ձեր ցավը տանեմ։ Ժողովրդի սա խափեր են ախր, Դժվար բան չկա, հարկավոր է միավորվել, ով կարանի, նա պետք է անի։ Գյուղացիներին հետաքրքրում են նաև անվտանգային հարցերը։ Գագիկ Ծառուկյանը հիշեցնում է դեռ ամիսներ առաջ հրապարակած իր երաշխավորված խաղաղության կոնցեպտը։ Ես ասում եմ այսօր մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորված խաղաղություն։ Ասում են խաղաղություն, եղբայր ջան, խաղաղությունը ո՞րն է։ Սարերի գլխին նստած թելադրում են, այս պտի տակ, այս պտի անեք, այս պտի հանեք, 300,000 հոգի պտի կան ստե բնակվեն, հələ թող մեկը գնա Բաքու ասի, այս մեր տունն է եկել եմ։ Եղբայր չի գալի։ Գագիկ Ծառուկյանի հաջորդ չնախատեսված կանգառը Նոր Կեսարիա գյուղում է։ Այս վարկերի համար, այս գյուղացի վերջին չանելու, այս 17-20% վարկերով մենք կյանքում երբեք հալի չենք հասնի։ Եթե այսօր 15 միլիարդ պետությունը պարտ կա, դրանից մի կոպեկ ստացել ես, պետք է ձեր մեկնվի, պետությունը պետք է քայլ կատարի, հնարավորություն տա ժողովրդը ցեխից դուրս գալու։ Հանդիպումը մարզում ավարտվում է Նոր Կեսարիայում կառուցված Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ անմահացած հերոսների հուշահամալիրի մոտ։